Համաձայն եք կապած գամավորի հետ, որ ապրում ենք մենք մեր ոսկե դարում։ Չեմ համաձայն։ Իսկ ինչի։ Ես չգիտեմ ես ինչ պատասխանեմ մեծ ասել։ Դուք հիմա լավ եք ապրում։ Ոչ։ Իսկ ինչ դժգոհություններ ունեք։ Դժգոհությունն է, որ ամեն ինչ թանկացեց, սա ժողովրդին տրանսպորտը թանկացեց, ինչի վրա ուրախանանք, որ ինչ-որ մի բան անենք, էլի։ Դրա համար շատ դժգոհ եմ ես իմ ճարքից, շատ դժգոհ եմ, աղջիկ։ Ճիշտ ասած չեմ կարող ոչ մի բան ասեմ, ես հեշտ բան չեմ հասկանում քուրջան։ Ես այնքան հեռու եմ պոլիտիկայից։ Ես ոչ ԿՊԱ-կա, ոչ բան չեմ հասկանում։ Ես ուզում եմ միայն մատաղ սերնդին։ Մենք լավ, ինչ ասեմ, սնենք, հոգեպես, նյութապես, բարոյապես, այ դա է ինձ ցավացնում։ Մնացածի համար ես չեմ կարող։ Ես մասնագետ չեմ դրա։ Ոչ։ Իսկ ինչու։ Որովհետև հեչ արծաթի դարում էլ չենք ապրում, ինչ ոսկի դարի մասին է, իրանք կարող է պլատինումի դարում էլ ապրեն, ոսկու դարից էլ մի կողմ են կողմ, բայց մենք չէ։ Ինքնախապկանք է դա, իրանք ներշնչում են, բայց իրականում այդպես չի։ Չի համապատասխանում իրականությանը, եթե կարող է այդպես ասել, ոչ։ Ամենադեպս հայկական դար լինելու է, հայկական հազարամյակ, ոնց էլ ուտում ես վերլուծի, թե արևմուտքից, թե արևելքից, թե ուզիցից, թե հարավից, մեր դան արնելու, մենք ամեն ինչում առաջընթաց կունենանք, այդ թվում նաև հողերի լայնացում, մեծացում, ինչքան էլ չուզենանք, ինչքան էլ Եվրոպա, ինչքան էլ Ասիա, չգիտեմ Ռուսաստանը վատ է, Եվրոպան լավ է, Եվրոպան վատ, մենք բալանսավորված քաղաքականություն ենք վարում, Փաշինյան օրինակ մի առիթով ասեց, ինքը ճիշտ ասում է, բայց չի կարում իր ճիշտ առաջ տանի, ասեց օբյեկտիվ, թե սուբյեկտիվ պատճառներով Ռուսաստանը մեզ շոկնեց։ Վերջում այդ մարդը արտահանականից դեմերս ես ասել եմ, Ռուսաստանը այսօր ամենահզոր մահմեդական պետությունն է, պատկերացնում եք, Թուրքիայի հետ աղբերություն, քանի անգամ, երկու անգամ ես գիտեմ պատմության մեջ Ռուսաստանը Թուրքիայի հետ եղբայրական պայմանագիր կնքել, ոչ ռուսներն են հավատում այդ եղբայրությանը, ոչ թուրքերն են հավատում, ոչ դու, ոչ ես, ոչ ոք չի հավատում, ճարահատյալ, Թուրքիայի դեսպանի խփեցին մի 6 տարի առաջ, արդեն 8 տարի, Ռուսաստանի դեսպանին, Թուրքիայում, եկավ տապորը ձեռին, Պուտինին վախեցրեց, ասեց, պետք է եղբայրական պայմանագիր կապենք։ Այդ բանից հետո 8 տարի առաջ եղբայրական պայմանագիր են կապել, ոսկեդարը, իհարկե, իրոք ոսկեդար, առանց փոխաբերականի, առանց ինչ-որ այլև արությունների, եթե հարցեր ունեք ընտրել։ Լավագույն ժամանակն է, բայց երեխաներին հանգիստ խաղալ տեղ չունեն, անենց եղնի, որ երեխաների ապագան լավ լինի, ուրիշ ոչինչ չեմ ուզում, մեր բոլոր երեխաների ապագայի մասին եմ ես շատ մտածում։